Սիրներ, ասենք փառք ես Տեր Աստված, մենք էլ միանանք իրոք այս գեղեցիկ երկով սկսեցինք մեր այսօրվա պաշտամունքը, սիրներ, միանանք այդ պաշտամունքին, մտի այդ պաշտամունքի մեջ, քույրս ու եղբայրս, ասա Տեր, ես քո կարիքդ ունեմ, ես ուզում եմ քեզ հանդիպեմ, ես ուզում եմ քեզ տեսնեմ, ուրեմն ես երկու տեղ եմ կարդալու, քույր եղբայրներ ջան, Աստված օգնական լինի, երկու հոգու հանդիպում, երկու անձնավորության մասին պիտի կարդամ, ովքեր որ անպայման ուզում էին տեսնեին Հիսուս Քրիստոսին, անպայման ուզում էին տեսնեին Հիսուս Քրիստոսին, և հետաքրքիր է, ով ինչի համար էր ուզում տեսնել Հիսուս Քրիստոսին, որ պիտի կարդամ, հետաքրքիր գիտեք որն է, որ Հերովդեսն էր ուզում տեսնել Հիսուս Քրիստոսին, Հերովդեսը ուզում էր տեսնել Հիսուս Քրիստոսի, ես կարդալու եմ 23-րդ գլուխ Ղուկասի ավետարան, ուրեմն 8-րդ խոսքից, Հերովդես երբ տեսավ Հիսուսը, շատ ուրախացավ, չտխրեց Հերովդեսը, շատ ուրախացավ, այդպես գրված է, շատ ուրախացավ, վասնզի ինք շատոնց կփափակեր զանիկա տեսնել, միշտ փափագում էր Հերովդեսը տեսնել, ինչպես այսօր շատեր ուզում են տեսնել, բայց ինչի համար էր ուզում Հերովդեսը տեսնել Հիսուսին, ոնց որ շատերը այսօր երկրի վրա ուզում են տեսնել Հիսուս Քրիստոսին, բայց ինչի համար են ուզում տեսնել Հիսուս Քրիստոսին, հիմա ես կարդալու եմ շարունակությունը, ու շատ քանզի անոր վրայով շատ բաներ լսած էր, և կհուսար անկե նշան մտեսնել, այսինքն ինչի համար էր ուզում տեսնել Հիսուսին, նշանի համար էր ուզում, այսօր այնքան մարդիկ կան, որ ասում ես Հիսուսի մասին, հա ես էլ եմ ուզում մեռնեմ իրա զորությանը բան, բայց ինչի համար են ուզում տեսնել Հիսուսին, նշանի համար, քույր եղբայրներ ջան, հետաքրքիր է, և երկրորդ անձնավորությունը, որ նույնպես շատ ուզում էր տեսնել Հիսուսին, ես կարդալու եմ Ղուկասի ավետարան նորից 19-րդ գլուխ 3-րդ խոսքից, դա գրված է Զաքեոսի մասին, կուզեր տեսնել, թե ով է Հիսուսը, բազմությունեն չէր կրնար, վասնզի հասակով կարճ էր, ուստի առաջ վազեց ու ժանտաթզենի վրա ելավ, որպեսի զանիկա տեսնի, քանի որ անկե պիտի անցներ, նույնպես ուզում էր տեսնել Հիսուսին և ասում է հասակով կարճ էր, ինքը մեծահարուստ էր, բայց հասակով կարճ էր և ասում է ժողովուրդը բազմությունը շատ էր, բայց ինքը սրտանց ուզում էր տեսնել Հիսուսին, քույր եղբայրներ ջան, այսօր նայեք, այսօր ես կարամ տեսնեմ Հիսուս Քրիստոսին, ես կարամ տեսնեմ, նայած ով ինչի համար եկել, եթե եկել ես հրաշք տեսնելու համար, կարաս հրաշքը տեսնես թողնես գնաս քո տունդ, բայց Զաքեոսը հրաշքի համար չէր ուզում տեսնել Հիսուսին, հիմա ես գաղտնիքը ասեմ, թե ինչի համար էր ուզում տեսնել Հիսուսին, շարունակությունը էսև է գրած, երբ Հիսուս այնտեղը եկավ, վեր նայելով զանիկա տեսավ ու սավանոր, Զաքեոս, շուտր է, ատկե վարիչիր, վասնզի, այսօր քո տունդ պիտի կենամ, այսօր քո տունն եմ գալու, այդ ինչի համար էր ուզում Զաքեոսը տեսնել Հիսուս Քրիստոսի, քույր եղբայրներ, ոմանք գալիս են հրաշք տեսնելու համար ու թողում են նորից գնում են, բայց ոմանք ասում են Հիսուս, խնդրում եմ քեզի, արի դու իմ տունս այսօր, հենց այսօր, ոչ թե վաղը, ոչ թե մյուս օրը, հենց այսօր արի իմ տունս, իսկ Տեր Հիսուս Քրիստոսը օրհնյալ լինի Տիրոջ անունը, քույր եղբայրներ, կյանքում ոչ մեկի չի մերժում, ով որ կանչի իր տունը պիտի գա, և շարունակությունը այսպես ասում, գիտեք, հետաքրքիր է այն է, որ Զաքեոսը ուզում էր, բայց Զաքեոսը հեռու էր, ոչ մի բան չէր խոսում, իսկ Հիսուսը ինչ էր անում, մարդու սիրտն է տեսնում, հիմա նայ, դու ոչ մի բան չես խոսում, հիմա կարող է մեկը ստե նստած ասում է տենաս այսօր, որ պաշտամունքը պրծնի, ընտանիքս մեծ է, ինչ ճաշ էփեմ, որ հասցնեմ ես ընտանիքիս, նստած է անալիզ անում, այ մարդ ինչ ճաշ էփեմ, այսօր էսի առնեմ, այսօր էնի առնեմ, այն մյուսը մտածում ասում է, այ եսա պաշտամունքից հետո, որ խոսքի վաղը, որ գործի գնամ, ինչ անեմ, ամեն մեկը մի բան մտածում են, բայց ոմանք կան այսօր նաև նստած են այստեղ ու մտածում են, ասում են Հիսուս, աղաչում եմ քեզի, այսօր արի իմ տունս, ու էդի տեսնում է հենց Հիսուս Քրիստոսը, քույր եղբայրներ, բերան շրթունքները չի խոսում, ոնց որ Զաքեոսի շրթունքները չխոսացին, բայց Զաքեոսի սիրտը խոսում էր, ասել
ասեց. Հիսուս, արի իմ տունս, ինչ կլինի, այսօր իմ տունս արի։ Հիսուս ասեց. Զաքեոս, ծառից վայր իջիր, որովհետև այսօր քո տունդ եմ գալու։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Մենք այս ձև Աստված ունենք, քույր եղբայրներ ջան։ Մենք այս ձև Տեր ու Փրկիչ ունենք, որ Աստված ինքը ուզում է քոնը լինի։ Այն լսել եք, չէ՞, այն առակը, որ ասում է մի երիտասարդ դուռը թակում են, դուռը բացում է, տեսնում է Հիսուսն է։ Ասում է, հա Հիսուս ջան, ինչ լավ է, որ եկել ես իմ տունս, արի, ասում է Հիսուս ջան, ես ես իմ ամենալավ գեղեցիկ սեյնակի քեզ եմ տալու։ Հիսուսը գալիս է իր սեյնակ, մեկ էլ նորից դուռը թակում են, ասում է տենաս հիմա ով է, դուռը բացում է, տեսնում է Սատանեն է։ Սկսում է այդ պատերազմ անել, որ չթողի Սատանային ներս, այս մի երկու ժամ տես պատերազմ անում, մի կերպ Սատանային դուրս է անում, գնում է Հիսուսին, ասում է, այ Հիսուս ջան, բայց պատերազմը յանում, դու չեկար ինձի օգնել, ասես դու ինձի տվել ես ընդամենը քո միած սեյնակ, մի սեյնակ ես տվել ինձի, ես ո՞ց կամ օգնեմ, քո տունն է էսի։ Հա, լավ, Հիսուս ջան, ես քեզ տալիս եմ իմ վերևի բոլոր սեյնակներ, երկրորդ հարկը ամբողջությամբ քոնն է։ Նորից ասում եմ մի կարճ ժամանակ մեկի դուռը թակում են, ասում են տենաս այս անգամով է։ Բացում է նորից Սատանան, նորից պայքարայթում, մի կերպ Սատանային դուրս անում, ասում է գնում է Հիսուսին, ասում է Հիսուս ջան, ինչի չօգնեցիր։ Ասում է դու տվել ես ինձ ընդամենը երկրորդ հարկը, բայց քո տունը քոնն է։ Նոր միտքը բացվում է, Տեր Հիսուս, ես տալիս եմ քեզ իմ ամբողջ տունս քոնն է, խնդրում եմ, դու ես այս տանտերը, իսկ ես քո տան մեջ հյուր եմ ընդամենը, օրհնյալ լինի Տիրոջ անունը սիրելիներ, այդ ժամանակ նորից դուռը թակում են, ու մտածում այ մարդ գնամ բացեմ, չգնամ բացեմ, բա որ Սատանան չլինի, արևանը լինի, գնում է որ դուռը բացի, տեսնում է Հիսուսը իրանից առաջ գնացել է դուռը բացելու։ Քույր եղբայրներ ջան, ինչքան գեղեցիկ այսօր սրտի տունը ամբողջությամբ տուր Հիսուսին։ Համաձայն ես։ Դե մի մասը պահենք մեզի։ Կարող է պետք գա ինչ-որտեղ։ Ոչ սիրելիս, ամբողջությամբ սիրտը տուր Հիսուս Քրիստոսին, ասա Տեր Աստված, ես ստեղ հյուր եմ։ Մի հատ շատ հետաքրքիր բան կար, չգիտեմ, առաջի Հիսուսի կինոն, որ հելել է 6 ժամանոց, ովքեր որ տեսել էին, երբ որ Մարիամը գրկել էր Հիսուսին, մանուկ Հիսուսին, մի հատ եղբայր քարոզում ասում է, գիտեք, ասում է երևույթով, որ նայում ենք Մարիամը գրկել էր մանուկ Հիսուսին, բայց Հիսուսը ինքը Աստված է։ Իրականում Հիսուսը գրկել էր ամբողջ երկրագունդը եւ այնտեղ Մարիամն էր, Մարիամը Հիսուսի գիրկն էր իրականում։ Գույր եղբայրներ, այսօր ամբողջությամբ մենք Հիսուսի գրկի մեջ ենք։ Հանձնվիր Հիսուսին, ասա Տեր Հիսուս, ես ուզում եմ, որ այս պաշտամունքին ինձ անպայման այցելես, ես քո կարիքդ ունեմ, խնդրում եմ, խոսիր ինձ հետ, երկի միջոցով էլ, քույր եղբայր, փառք Տիրոջ այսօր մենք ինչքան օրհնյալ երկիչներ ունենք, Աստված մեզի շատ օրհնելով օրհնել է, ես գիտեմ չեն հպարտանա իրանք, որովհետև մենք էլ իրանց հետ երգում ենք, փառաբանում ենք, թեկուզ ձեն չունես, բայց դու միացի այդ երգին, երգը գնում է միացի այդ երգին։ Մի անգամ հիշում եմ մեր մոտ պաշտամունքը դրսի պաշտամունք էր, ես նոր հոգի եմ։ Ու տենց մենք եղբայրներով գնացել ենք, երգում ենք, ուրեմն ես ասես երգում եմ, բարձր երգում եմ, մեկ էլ այդ եղբայրը ինձ ասեց, այ ախպեր ասեց, խնդրում եմ էլի դու մի երգի։ Ասի ինչի։ Ասաց այ ախպեր, որ երգում ես չնեղանաս էլի ագրավները հավաքվում են։ Ես ճիշտն ասած ոչ թե իր ասածից նեղվեցի, որ ագրավները հավաքվում են։ Ես նեղվեցի, որ ես Տեր Հիսուս, բայց ախր ես է կուզենայի իրաց նման երգեի, քեզ փառաբանեի։ Մեկը հետաքրքիր է, ես նոր հոգի եմ։ Տերը խոսաց իմ հետ։ Ասես դու որ երգում ես, քո ձայնդ ինձ համար քչքչան առվակի պես է։ Ու ես սկսեցի երգելը, թեկուզ ինքը ասել էր մի երգի, բայց ես սկսեցի երգելը։ Անես որ քուրիկներ ջան, իմ ձայնն էլ է ձեր նման, ձայնի նման բարձրանում երգիկ։ Երգեք քուրեր ջան, մի նայեք, ձայն ունես, ձայն չունես, միացի այդ երգին, փառաբանությանը միացի։ Կարևորը Տեր Հիսուս Քրիստոսը քո սիրտն անայում։ Բացել ես այսօր սիրտը Տիրոջ համար։ Ասել ես Տեր Հիսուս, արի իմ սրտի մեջ, արի իմ տունս, ես ուզում եմ քեզ փառավորեմ։